Ադրբեջանական փախլավա, աջիկա, նռան հյութ ազերչայ գորգեր, ոչ, այս ամենը հայկական շուկայում դեռ չկա, բայց շուտով կարող է և լինել։ Չէ որ ամիսներ առաջ Հայաստանում ադրբեջանական բենզինի վաճառքը նույնպես անհավանական էր թվում։ Ղազախական 4-րդ կարգի ցորենը դեռ չմարսած տարեսկզբին Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով 6100 տոննա բենզին և 1500 տոննա դիզել նորից կմտնի տեղական շուկա։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ժամանակից առաջ ընկնելով հայտարարեց. Ալյումինի հումք, փայլատի թեղի հումք, ալյումինե փայլատի թեղ, ֆերոմոլիբդեն։ Երևանն ու Բաքուն բանակցում են Հայաստանից Ադրբեջան ալյումինե փայլատի թեղի հումքի, ֆերոմոլիբդենի, ընտանի կենդանիների, կոնյակի հումքի, ծխախոտի և տեքստիլ արտադրանքի արտահանման հնարավորությունների շուրջ։ Այս ոգևորության ֆոնին համացանցում տեղեկություններ տարածվեցին, թե Ադրբեջանը պրեմիում դասի ցածրորակ վառելիքը արտադրում է հատուկ Հայաստանի համար, իսկ սեփական սպառման համար արդեն 4 տարի է, ինչ A95 տեսակի բենզինը ներկրում է Վրաստանից։ Նաև խոսակցություններ շրջանառվեցին, որ այդ անորակ բենզինը տեխնիկական վնաս է հասցրել շատ քաղաքացիների ավտոմեքենաներին։ Բենզինի որակի մասին լսել եմ, բայց որքանով է դա ճիշտ, որքանով ճիշտ չի, չեմ կարող այսօր ասել։ Ես ինքս եւ առնվազն մեր խմբակցության մյուս պատգամավորները ադրբեջանական բենզինով մեքենաները չեն լիցքավորում եւ դրա որակի մասին որևէ բան ասել չեն կարող։ Միլիտր բացքան մի քիչ բենզինը, Նիկոլ Փաշինյանը դարձրեց համահայկական մի մեծ ձեռքբերում։ Ես անկեղծ ասեմ, ես ահազանգ որ ակնհայտ է բենզինից պատճառը հետևանքային կապներ ուսումնասիրած չունեմ, բայց ես գիտեմ մի բան, տեսականորեն հնարավոր է, թե տեսականորեն հնարավոր չի։ Հնարավոր է եւ հետեւաբար այստեղ մենք ոչ թե պետք է առաջնորդվենք ենթադրություններով, առաջնորդվենք գուշակություններով, առաջնորդվենք քարոզով, ինչի եմ ասում քարոզով, որովհետեւ նույն ծորենի աղբուկը կհիշեք, հələ չերեկե արդեն իրանք ապարում էին հեսահացե էժանան։ Հետո ասեցին կարող է պարզվի 4-րդ 5-րդը իրանք հայտարարեցին իրանք վերանով իսկով ասել, որ մեզ անասնակետ պետք չի։ Իրենք են ասել, մենք չենք ասել։ Հետո իրենք իրանք ձեռքով ասեցին, իրանք վերանով ասեցին, որ չէ, իրականում 3-րդը լավ էլ ալու դար, այսինքն իրենց նպատակը ոչ թե հասարակությանը ճիշտ ասելն է, ոչ թե իրական շուկան, այլ քաղաքական էմոցիոնալ ֆոնի ապահովում։ Տետրաէթիլային կապար պարունակող բենզին։ Կան կասկածներ, որ Բաքուն հենց սա է վաճառել Հայաստանի նաև անցյալ տարի։ Այս բենզինը շուկայականից էժան է և խիստ վտանգավոր թե մարդկանց, թե ավտոմեքենաների համար։ Տետրաէթիլային կապարը ծանր մետաղ է, այն արտանետվում է օդի մեջ և կուտակվում մարդկանց օրգանիզմում, հատկապես արյան և ոսկորների մեջ։ Այն առաջացնում է նյարդային համակարգի խանգարումներ, երեխաների մոտ մտավոր հետամնացություն և սրտանոթային հիվանդություններ։ Միացյալ Նահանգները, Եվրոպան և Ռուսաստանը արգելել են իրենց երկրներում այս բենզինի ներմուծումն ու արտադրությունը։ Այս մասին հեշտությամբ կարելի է տեղեկանալ համացանցում առկա գիտական հոդվածներից։ Արդյոք բենզինի ներկրված խմբաքանակը ենթարկվել է պատշաճ լաբորատոր փորձաքննության։ Ով աստուգ է։ Մենք ունենք չէ դրա հասկողը, ով աստուգ է։ Իր ցուցանիշների նկատմամբ աստուգ է, որ լաբորատորիայում աստուգ է, այդ լաբորատորիան կարում է տա նորմալ պատասխան, թե չի կարում տա։ Հարցադրում, ոնց է ստացվում, որ Ադրբեջանը ինքը ներմուծում է պրեմիումը, բայց ինքը համել մեզ արտահանում է, ինքը իր համար չունի։ Իր ներմուծածն է էժանով տվել։ Քաղաքականությունն շատ լավ, ասեք, բանա բուլղարական է։ Պայմանական եմ ասում, ասեք ռուսական է, չգիտեմ, ինչ ուզում եք ասեք, բայց խոսեք ոչ թե քաղաքականությունից, այլ խոսեք տնտեսությունից։ Մեր մոտ լրիվ հակառակն է, հենց պետքա տնտեսական էլեմենտի մասին խոսում են քաղաքականությունից, հենց պետք է քաղաքական էլեմենտի մասին խոսում են տնտեսությունից։ Իմ ընկերները, ծանոթների մասին չասեմ, իմ ընկերներն, այն մարդիկ, ում ես կոչում եմ ընկեր, եւ ովքեր ինձ են կոչում ընկեր, այդ մարդիկ հրանոյելից ադրբեջանական բենզին չեն գնում, բայց որ տեխնիկական ինչ-որ խնդիրներ կա, դրա մասին լսում։ Արդյոք մեր համար ապրանքի ադրբեջանական ծագման լինելը լրացիչ ռիսկի գործոն է, թե ռիսկի գործոն չի։ Միանշանակ ռիսկի գործոն։
Ինչի է ռիսկի գործում, որովհետև մեղմ ասած, մենք դեռ բարեկամական հարաբերություն չունենք, որը մեկա չենք ունենում, բայց անգամ դեռ սառը հարաբերություն չունենք, դեռ վատ հարաբերությունների մեջ ենք։ Այն ինչը, որ ես հիմա ասում եմ, ամրագրված է եղել իրավական կարգավորումներ։ Իհարկե հիմա դա փոխվել է, բայց ժամանակին ամեն երկիր, երբ որ սնունդը գալիս է, ինչպես էր որոշվում ապրանքը սահմանին պետք է լաբորատոր պարտադիր փորձարկումության ենթարկվի, թե չի ենթարկվի։ Ոչ միայն ապրանքի տեսակը, այսինքն կենթանական ծագման հումքը ավելի ռիսկային էր, քան ոչ կենթանական, բնականաբար։ Բայց բացի դա նաև երկիրն ուներ ռիսկ, այսինքն ապրանքը, որ գալիս էր Իտալիայից, մի ռիսկայնության գործակից ուներ Բելգիայից, մի Ռուսաստանից, մի Վրաստանից, մի Ինդոնեզիայից։ Ուրեմն պետք է արգելվի։ Չէ, եթե դու արդեն փողը տվե առել ես, էլ հետ տալիս որն է, առնելուց պետք է մտածել։ Դա նշանակում է պետությունը ոչ միայն չի կանխել անորակ ապրանքի մուտքը Հայաստան եւ քաղաքացիներին եւ ձեռնարկություններին ֆինանսական վնաս է պատճառել, այլ նույնիսկ դա խթանել է, դա խրախուսել է, եթե պարզվի, որ դա իրականում ստանդարտներին չհամապատասխանողներ են։ Այսինքն մինչև այդ դեռ պիտի պարզվի։ Անկասկած։ Բենզինի փոխարեն, որ դու էժան կիսել ներմուծես կարող ես, իհարկե չես կարող, պետք է ներմուծված ապրանքը համապատասխանի այն ստանդարտներին, որը փաստաթղթերի մեջ։ Ադրբեջանով ապրանքը, որ եկավ, ինքը մեր համար ռիսկայնությունը փոխում է, թե չէ։ Հələ չեմ ասում ադրբեջանական ապրանք։ Որը ոչ մեկի համար տարօրինակ չեղավ, որ թղթով 4-րդ կարգը, որ դու բանը պիտի ստուգեիր հասկանայր, իրականում 4-րդա, թե 5-ը 4-ի տեղ են քեզ ուղարկել։ Այո, ոնց եղավ, որ 4-րդը եկավ Հայաստան, դառավ 3-րդ։ Բա ես հիմա հարց եմ տալիս, բա չհասկացա, որ երևի վատ եք ստուգում, որովհետև արտահանող երկիրը ինքը իր ապրանքի, այսպես ասած, կատեգորիա չի նվազեցնի, ոնց որ մենք մերի վրա բերեն, որ ավելի պատկերավոր է, ոնց որ մենք 10 տարեկան կոնյակ արտահանենք, որ գրենք 5 տարեկան։ Հակառակը հնարավոր է, չէ, 5 արտահանենք, գրենք 10, որ ստուգեն, տեսնեն, իրականում 10-ա, թե 10 չի։ Բայց հակառակը չեն կանի երբեք 10 տարեկան կոնյակի վրա, որպես չեն գրում 5 էժանով տալիս։ Հիմա նույնը ծորենն է, 4-րդ կարգի ծորենը ավելի էժան է եւ ավելի ցածր կարգի ծորենը, քան 3-րդը։ Արտահանողն ասում է 4-րդը, մենք բերում ենք, ասում ենք 3-րդը։ Ստուգեցինք, բարձեցինք, որ 3-րդը։ Բարձա, որ մենք վատ ենք ստուգել։ Այ հիմա եկանք հարցին։ Մեր համար ինչքանով է տարբերությունը։ Զուտ մարդկային էմոցիոնալ ֆոնը հանենք մի կողմ։ Ռուսաստանից եկած ապրանքը չենք ստուգում կամ վատ ստուգում։ Բուլղարիայից եկած ապրանքն ենք վատ ստուգում։ Վրաստանից թե Ադրբեջանից։ Մի տարբերություն ընդհանրապես։ Բոլորը վատ են եւ մեր հիմնական խնդիրը պետք է դառնա, որ մենք բոլորը լավ ստենք, բայց զուտ միջամտության, հա, լրացիչ միջամտության գործում Ադրբեջանի տարածքով ավելի մեծ է։ 2025-ի դեկտեմբերի 19-ին 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման բենզինի առաջին խմբականակը հասավ Հայաստան։ Այն գնել էին երկու մասնավոր ընկերություն՝ Megatrade եւ Shisha World ՍՊ-ները։ Megatrade-ը, որը շահագործում է Ranoil բենզալցակայանների ցանցը, շուրջ 600 տոննա ադրբեջանական բենզինը գնել էր վառելիքի մեծածախ վերավաճառքով զբաղվող թրեյդինգային ընկերությունից։ Այս կազմակերպությունը Seal Capital Holding-ի կազմում է, որը պատկանում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։ Ուշագրավ է, որ Սուքիասյանների ընտանիքը Ranoil-ի բաժնեմասերը գնել էր դեռ 2021 թվականին։ Բենզինի շուկան եկամտաբեր շուկա է, Խաչատուր Սուքիասյանը լինելով քաղաքացիական պայմանագրի կուսակցության ոչ անդամ, բայց այդ խմբակցության падգամավոր որոշեց այդ հյութալի պատառի մի մասն էլ ինքը տիրանադրել։ Ըստ օդում կախված տվյալների այլ տնտեսվարողների էլ են պահանջում, որ իրանք ադրբեջանական բենզին վաճառեն։ Ես ինքս անցյալ շաբաթ մեքենաս լիցքավորել եմ բենզինով, CPS-ից 460 դրամով եւ մարդիկ գոնե աշխատողները երթվել են, որ դա ադրբեջանական բենզին չէ։ Այսինքն ինչ կապ ունի, բենզինը գալիս է, ԿՊԱ-ական падգամավոր Խաչիկ Սուքիասյանը վաճառում է իր բենզալցականները, մյուսներ գներն ընկնում են։ Հիմա ես հարց եմ տալիս հակամենաշնորհային մարմիններին, բա եթե այդքան տեղ ունեին իջնելու, ինչ էիք անում այսքան տարի։ Ինչի գեշաույթ ապահովող ընկերություններին չէիք ասում գները մի քիչ
նվազեցրեք։ Գուցե մատակարարը այդ գնով չէր տալիս։ Եթե մատակարը այդ գնով չէր տալիս եւ միջազգային շուկաներում գների գինը ընկել է նավթի, որը շատ ճիշտ դիտարկում է, այդ դեպքում Նիկոլ Փաշինյան գլոբալ գների նվազեցումը ինչի ես բերում կապում Ադրբեջանի հետ, ինչի ես Ադրբեջանին չեղած բանի համար շնորհակալություն հայտնում։ Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում պրեմիում տեսակի բենզինի նվազագույն գինը, այսինքն որ շուկայում հնարավոր է ձեռք բերել, նվազել է 15%-ով եւ նախկին 510 դրամի փոխարեն 1 լիտրի դիմաց այսօր արդեն 430 դրամ է։ Իդեպ 2 օր առաջ արդեն Ադրբեջանից Հայաստան են ներմուծվել նաեւ դիզվառելիք եւ դիզվառելիքի գինը արդեն այս ընթացքում նվազել է նվազագույն գինը շուկայում նվազել է 2%-ով, նաեւ ռեգուլյար բենզինի գինն է նվազել դեկտեմբերի համեմատ մոտավորապես 8%-ով, այսինքն եթե դեկտեմբերի 11-ին ռեգուլյար բենզինի նվազագույն գինը 500 դրամ էր, հիմա 460 դրամ է։ Այս ամենը խաղաղության օրակարգի եւ խաղաղության արդյունքներն են եւ խաղաղության օգուտները։ Մինչ իշխանությունները հասարակությանը խոստանում են ճանապարհների ապաշրջափակում, խաղաղության խաչմերուկ եւ համատարած բարեկեցություն, իշխանական падգամավորը չգիտես ինչպես առաջինն է օգտվում խաղաղության պտուղներից։ Կառավարությունը ինքը չի հանդիսացել բենզին ներկրող, որ ինչ-որ մեկին առաջարկել, ենթադրում Ադրբեջանից բենզին բերելու հնարավորության մասին է եղել խոսքը, որ ուզում այս պահը հստակ հասկանանք, ոչ թե կառավարություն ձեռք է բերել, հետո եկե 2 հոգու առաջարկել է կամ 1 հոգու առաջարկել է, կառավարությունը իմացել է, որ Ադրբեջանը պատրաստական է վաճառել բենզին կամ դիզելային վառելիք կամ որևէ բան, ինչով է հիշում եք ծորեն էր Հայաստանի Հանրապետություն եկել այդ նույն ճանապարհով։ Այսինքն տնտեսվարող սուբյեկտներին ոչ թե նախապատասխան այդ հնարավորության մասին ես ենթադրում եմ բոլորն իմացել են, եթե անկեղծ լինենք, որ Ադրբեջանի հետ մենք արդեն փորձում ենք առևտրաշրջանառություն Որովհետև Խաչատուր Սուքիասյանը համարվում է, ոչ թե համարվում է, Խաչատուր Սուքիասյանը քաղաքապայմանագիր ֆրակցիայի անդամ է։ Սերտ հարաբերություններ ունի իշխանությունների հետ։ Հիմա հարց, մենք sense հանգիստ որ ադրբեջանցու հետ ուզենք կարանք Երևանից մտնենք կոնտակտի մեջ, մեզ ոչ մեկ չի կանչելու, ասեն լավ տնամ Երևանից Ադրբեջան հետ ում է պետք է կապեր էս տանը։ Ադրբեջանական խնձորների մասին սրանից 10 տարի առաջ որ մեր երկրում խոսում ենք, այդ ոչ մեկ չի ասում։ Ինչի եք խոսում ադրբեջանական խնձորներից, ինչի են բոլորը ծափ տալիս։ Այսօր միամիտ է ծափ տվողների մեծ մասը դարել հա բան, ջատագով։ Խնդիրը կրկնում եմ համակարգի իսպար բացակայությունն է եւ պետությունը հենց պետք է ասում է ես եմ միջնորդը հենց պետք է ասում է ես ինչ կապ ունեմ մասնավորը գնացել է բերել այդ ճանապարհով մենք մենակ ճանապարհի խնդիրն ենք լուծել իսկ ստեղ ու այս ամբողջ ցիկլի մեջ բովանդակությունը մնում է երկրորդ պլան ինչի որովհետեւ նույն քարոզչությունը հա գալիս ասում է Այդ ոնց եղավ օրինակ բանը Ադրբեջանից եկած Սորենի ստուգումը հետաքրքրեց, Ռուսաստանից Ադրբեջանով եկած Սորենը ասում, ով ասում չհետաքրքրեց։ Բենզինի ու դիզելի նոր խմբականակը կրկին շուկայականից մոտ 80 դրամով էժան է վաճառվելու, ինչպես անցյալ տարվա խմբականակի դեպքում էր։ Խոստացել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Որքան վառելիք է գալիս այս պահին Հայաստան-Ադրբեջանից, որ ընկերություններն են գնել այդ վառելիքը։ Ընկերությունների մասով կարծես թե նույն ընկերություններն ինչ որ նախորդ, վառելիքը գալիս է մի քանի հազար տոննա գալիս է, նորությունն է, որ միայն այսպես կոչված պրեմիում չի գալիս, այլ նաև ռեգուլյար է գալիս եւ դիզել է գալիս ու ելի նախնական գնահատականներով շուկայականից էական մինչև 80 դրամ էժանալի։ Հարց, ենթադրենք եկել է այս անգամ ամենալավ բենզինը։ Ենթադրենք։ Ոչ մի խնդիր չի տվել։ Ու ուրեմն նշանակում ենք արանք այս հարցի մատերի արանքով նայենք, ասենք մյուսն էլ թող գա։ Ելեմ կրկնում, մեր խնդիրը ոչ թե այսօր խնդիր ունեցանք, թե խնդիր չունեցանք։ Երջանիկ պատահականությամբ ամեն ինչ տեղի է ունենում։ Եվ ավելին ասեմ, նմանատիպ քաղաքական օպերացիաները, որոնք որ իրականացվում են, մի ժամով չեն, 2 ժամով չեն, դրանք երկարատև process-ներ են, որոնք տեղի են ունենում։ Հարցը մեկն է։ Մենք Ադրբեջանի տարածքով եկող ապրանքը դա կլինի պարնային թե ոչ պարնային։
Պաշաճ, ստուգման ենթարկում ենք թե չէ։ Ինչ եք կարծում։ Ենթադրենք քաղաքական ակցիա անեն, որոշեն, որ Հայաստանից էլ պետք է մի 150 շիշ կոնյակ վաղը տանեն Ադրբեջան, ասեն տեսեք հլը 2 տականի առևտուրա։ Ադրբեջանը հայկական կոնյակը ինչ մանրակրկությամբ ստուգել։ Ձրի պանիրը թակարդում է լինում, իսկ թակարդի հեռակառավարման վահանակը Բաքվում է։ Միջին վիճակագրական վարորդի համար 80 դրամ էժան բենզինը կարող է վերածվել 500-ից 1000 եւ ավելի դոլարի վնասների։ Ram oil-ից օգտվողները այսօր ունեն իրավունք իրազեկվելու, թե ինչ են գնում։ Պարտադիր։ Ինչպես Ram oil-ից, այնպես էլ մնացածներից կրկնվում է սպառողը, հենց մենք թիրախավորում ենք մեկը միանգամից նպաստում ենք բոլոր նրանց աշխատանքին, ում հիմնական գործն է անվտանգային խնդիրը քաղաքականի տակ փաթեթավորել։ Սպառողը բոլոր լիցակայաններում իրավունք ունի իմանալ ինչ բենզին է սպառում, ինչ որակի։ Եվ պետությունը պետք է ստուգի բոլորը։ Գնորդը կամայական ապրանքի դեպքում, եթե ապրանքը ոչ պատշաճ որակի է կամ ծառայությունը ոչ պատշաճ որակի ծառայություն համախոսվում, սպառողն իրավունք ունի վերադարձնել ապրանքը, դա սահմանված է օրենքով։ Ինչու Ադրբեջանի տնտեսական քաղաքականությունը չի կարող նույնչափ զարթողական լինել։ Իսկ խաղաղության ժեստի տակ թաքնված առևտուրը մեր տեղական վառելիքի շուկան դեմպինգի ենթարկելու կամ կախման մեջ դնելու փորձ։ Այստեղ մրցակցության պաշտպանության հանձնաժողովում է անելիք։ Միանշանակ ունի անելիք ու ելի եմ կրկնում, կարար շատ հանգիստ քաղաքական լուծումով այնպես լիներ, որ մեր շուկայում խնդիր չլիներ։ Տեսեք, ես շատ հետ չեմ գնա, թիվը չեմ կարող որտեղ ճիշտ հիշել, բայց մի տարի օրինակ լուրջ խնդիր կար։ Մենք գիտեինք, որ Հայաստանում ցորենը կտա խնդիր, որովհետև այդ տարի Ռուսաստանում շատ էժան էր եւ ցորենը եւ ալուրը, եթե պարզապես բիզնես տրամաբանությունը գործեր, Հայաստանի ամբողջ ցորենը կմնար չեր մտերվի ալարաղաց չէր գնա, որովհետև շատ մատչելի էր այդ տարի եւ պետություն լուրջ քայլեր էր ձեռնարկում, որ Ռուսաստանից Հայաստան ահա լուրջ չգա, որպեսզի տեղական ցորենը իրացվի կամ ներմուծման ժամանակ գինեին պայմանավորում, որ չծախվի դրանից ավելի էժան։ Հիմա Ադրբեջանը կարող քաղաքական խնդիր լուծելու համար էժան տա, այս պահին էժան տա, բայց մենք չենք կարող ասենք ինչ է էժան տվել։ Այստեղ խնդիրը հետևյալն է. ձեր բերողը ինչ գնով առը, ինչ գնով ծախի։ Արդեն իսկ շուկայում տարբեր, եթե մեր դիտարկումներով 30-40 դրամ մինչև գնանկում կա դեկտեմբերի գների նկատմամբ։ Մրցակցությունը։ Որովհետև այո, նրանք իմ տեղեկություններով նրանք գնացել են ես մատակարարներին ասել են, որ շուկայում հայտնվել են ավելի էժան բենզին եւ մեզ պետք է ավելի էժան գին տակ, հակառակ դեպքում շուկայի դուրս կմնանք եւ մատակարարները ըստ էության ընդառաջ են գնացել եւ ես ակնկալում եմ, որ առաջիկա օրերին ել ավելի կիչնի գները եւ Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության օգուտները իհարկե բազմաթիվ են, բայց տեսանելի օգուտներից մեկը այն է, որ մինչև 16.5 միլիարդ դրամ ամեն տարի մեր տնտեսությունը կստանա լրացուցիչ, այսինքն մենք քիչ կծախսենք այդքան։ Այս իշխանությունները ոչի բան չեն անում իրանց սեփական ցանկությամբ։ Իրանք անում են այն, ինչ Ադրբեջանը իրենց հրամայում է անել։ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2001 թվականին խոսում էր, ասում էր միջանցք տանք, փող աշխատենք։ Եվ այս տրամաբանությամբ ինքը առաջնորդվել կամ իրեն պահանջել են, որ ինքը առաջնորդի, որովհետև թուղթը, որ ինքը Ալիևից ստորագրեց Վաշինգտոնում, մի կողմից ունի խիստ որոշակիություն։ Հայաստանն Ադրբեջանին տալիս է անխոչնդոտ անցման իրավունք։ Անխոչնդոտ անցումը դա հենց միջանցքն է, որովհետև մյուս ճանապարհների վրա այլ իրավական ռեժիմ է գործում։ Այլապես չեր շեշտվի անխոչնդոտ բառը։ Հիմա ինքը տալիս է Ադրբեջանին միջանցք, մի բան էլ պետք է Ադրբեջանը տա Հայաստանին, այդ թղթի մեջ գրված է փոխադարձ առավելություն։ Երբ թուղթը հրապարակվեց, դեռ օգոստոս ամսից ասում ենք, այդ փոխադարձ առավելությունը կարող է լինել ցանկացած բան։ Եվ հիմա Հայաստանը տալիս է միջանցք, փոխարենը Ադրբեջանը Հայաստանին թույլ է տա կամ Հայաստանին վաճառում է բենզին։ Լավ որակի, վատ որակի հեչ կարևոր չի։ Բայց ինչ ենք մենք տեսնում, լավ, իրականանում է Ադրբեջանի մանչուրքիստների դարավոր երազանքը, թուրքական պետությունները կապվում են Բոսֆորից մինչև Չինաստանի արևմուտք, Թուրքիան ցամաքային կապ է ստանում Ադրբեջանի հետ, փոխարենը Հայաստանին թույլ են տալիս իրենց տարածքով ներմուծել 4-րդ կարգի ցորեն կամ կասկածելի որակով բենզին։ Մեր հիմնական խնդիրը
այն է, որ մենք անվտանգային համակարգերը չունենք եւ այդ համակարգերի բացակայությունը այսօր ոչ մեկին չի անհանգստացնում։ Մենք պետք է հասկանանք մի բան։ Հացը ուտում ենք մենք, տալիս ենք մեր երեխաներին։ Լավաշը ուտում ենք մենք, տալիս ենք մեր երեխաներին։ Պարենը օգտագործում ենք մենք, տալիս ենք մեր երեխաներին, ավագ սերնդին, սա մեր ամեն օրվանն է։ Սրանից ամենատարբեր խնդիրներն են առաջանում։ Չենք մոռանում, թե քաղցկեղով աշխարհում որ երրորդ տեղն ենք։ Ինչքան էլ ուզում է մեր նախարարը իրան սելֆիներով, նկարներով պատմի, որ ինքը լավ առողջապահական համակարգ աշխատացնում, մենք տեսել ենք, որ մենք ունենք ամենաթանկ, ամենաանհասանելի առողջապահություններից մեկը։ Ունենք տարբեր հիվանդությունների մասով առաջատար դիրք աշխարհով մեկ։ Պոլիտիկ խաղերը սեփական անվտանգությունից վեր դասելն էլ է գործոն նաև, որ մենք այսօր այդ վիճակում ենք։ Մինչ Փաշինյանը խոսում է Ադրբեջանի հետ խաղաղությունից, այն սկսում է ավելի առարկայական դառնալ։ Խաղաղությունից հիմա բենզինի հոտ է գալիս։